Դատարանը ձեզ մեղավոր է ճանաչում և դատապարտում է ցմահ բանտարկության, ասաց դատավորը, չհեռացնելով իր հայացքը թղթերից։ Մի փոքր լռությունից հետո նա ավելացրեց. մեղադրյալը վերջնական խոսք ունի։ Նարնջագույն համազգեստով տղամարդը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա ձայնը տատանվում էր։ Պարոն դատավոր, կարող եմ մեկ խնդրանք անել։ Թույլ տվեք տեսնել որդուս։ Նա ծնվել է, երբ ես արդեն բանտում էի։ Ես երբեք նրան գրկում չեմ պահել։ Դատավորը վեր նայեց, լռեց և գլխով արեց պահակներին։ Դուռը բացվեց։ Դատարան մտավ մի երիտասարդ կին, գունատ և հոգնած։ Նա իր գրկում պահում էր լույսի պես գեղեցիկ մի փոքրիկ երեխա, փաթաթված կապույտ վերմակով։ Ոստիկանները ազատեցին տղամարդու ձեռնաշղթան, և նա մոտեցավ, մեկնեց ձեռքը և զգուշորեն վերցրեց երեխային, կարծես վախենալով նրան շատ ուժեղ դիպչել։ Արցունքները հոսում էին նրա այտերից։ Նա տարիներ շարունակ երազել էր այս պահի մասին, բայց ոչ այստեղ, այս դատարանի դահլիճում։ Նա երեխային սեղմեց կրծքին և շշնջաց. «Ներիր ինձ, փոքրիկս»։ Դատարանի դահլիճը լիակատար լռություն էր։ Նույնիսկ պահակները, որոնք սովոր էին ամենադժվար տեսարաններին, չէին համարձակվում շարժվել։ Միայն երեխայի շնչառությունն էր լսվում, և հանկարծ տղամարդը վեր նայեց։ Ես պետք է ճշմարտությունն ասեմ։ Նրա ձայնը դողում էր, բայց դրանում վճռականություն կար։ Ես չեմ սպանել այդ մարդուն։ Իմ եղբայրն է սպանել։ Նա հարբած էր, և ես չէի կարող նրան հանձնել։ Այդ պատճառով մեղքը վերցրեցի ինձ վրա։ Դատարանի դահլիճով մի ցածր շշուկ լսվեց։ Դատավորը գունատվեց։ Կինը գրկեց երեխային, աչքերը լցվեցին արցունքներով։ Ես կարծում էի, որ կարող եմ ապրել սրա հետ, շարունակեց տղամարդը, նայելով իր նորածին որդուն։ Բայց երբ ես նրան գրկում եմ, հասկանում եմ, որ իմ ընտանիքն ամենակարևորն է։ Ես այլևս չեմ կարող լռել։ Դատավորը դանդաղորեն վեր կացավ։ Նիստը հետաձգվեց, գործը ենթակա է վերանայման։ Մեկ շաբաթ անց հետաքննությունը վերսկսվեց, և այդ օրը արված լուսանկարը ցրվեց թերթերում։ Բանտային համազգեստով տղամարդը, որը գրկել էր իր նորածին երեխային։ Այդ պահին նա հանցագործ չէր, նա հայր էր, մեկը, ով վերջապես որոշել էր ճշմարտությունն ասել։